Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Կապիտալի ուժը հաղորդաշարն է։ Այսօր մեր տաղավարում ես հյուրընկալել եմ Argo Realty ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանին եւ Arm Company ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանին։ Բարի երեկո եւ շնորհակալ եմ պարոն Այք մեր հրավերն ընդունելու համար։ Ես ձեզ առաջարկում եմ, որ մեր հեռուստադիտողին պատմեք այն մեծ համագործակցության մասին, որը կնքվել է ձեր երկու ընկերությունների եւ նաեւ AFS ընկերության հետ։ Այդ համագործակցությունը խոշոր հաշվով ինչպես է փոխելու Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կյանքը, որը ցանկանում է բնակարան գնել։ Պարոն Գոջաբաշյան, թերևս սկսենք ձեզնից։ Այդ սիրով համագործակցությունը Arm Company-ի հետ վերջերս մի քանի տարի է, բայց անմարդարության պետք է ասեմ, որ պարոն Պետրոսյանը Arm Company-ին մոտ 5 տարի Argon իր հերթին եւ այլ մասնակիցներից հետ եմ փորձել օրենքը կատարածել, ինչ որ աշխատել ենք համագործակցել, փորձել ենք ապահովական շատ այլ ընկերությունների հետ, բայց երբ մենք սկսեցինք Arm Company-ի հետ համագործակցել, իրենց կառուցված եւ իրենց կողմից կառավարվող շենքերի վաճառքով Argon զբաղվում, մենք հասկացանք, որ կարանք միասին հասնենք ինչ որ մեր նպատակին իրար հետ համատեղ ուժերով հասնենք եւ ասեմ, այստեղ Arm Company-ի եւ պարոն Պետրոսյանի լոմը շատ մեծ է, որովհետեւ ուղիղ բանակցությունները FS-ի հետ ավարտին հասցրեց հենց Arm Company-ին, Վահե Պետրոսյան, թե ազնական կապերի շնորհիվ, թե ավելի շատ խորացած լինելով այս ապահովական շուկայի եւ անշարժ գույքի մեջ, մի խոսքով հասանք մեր նպատակին եւ խնդիրը ստեղի ապահովագրական FS-ի հետ չէր, FS-ը համաձայն էր, բայց քանի որ Եվրոպայից Անգլիայից պիտի վերաֆինանսավորվի, ընդդեղի հաստատումներն էր պետք, ավելի մանրամասն պարոն Պետրոսյանն ասի, որտեղ ինքն էր բանակցությունները վարում, մի խոսքով մի 5-6 տարվա աշխատանք է, համատեղ, ոչ համատեղ, որ հասանք եւ առաջինը մենք Հայաստանում հիմա կարողանում ենք բնակիչների գումարը, քաղաքացիների երբ որ վճարում են տարաժամկետ վճարանով կառուցվող շենքերում ապահովագրել 100%-ով, այսինքն յուրաքանչյուր խնդրի դեպքում ուշացման, չկառուցելու, զանազան տարբեր պատճառաբանություններով կարաշինարությունը կանգնի, երբ որ քաղաքացին պահանջում է իր գումարը, մաքսիմում 30 օրվա ընթացքում FS ապահովագրանի կողմից գումարները վերադարձվում են ամբողջը, հա, 100%, իրենց վճարածի 100%-ը առանց պահումների եւ ապահովագրությունը վճարովի չի հաճախորդի համար։ Այսինքն անվճար է իրանց, ինքը իհարկե անվճար չի այդ product-ը, դրա համար վճարում է Arm Company եւ Argon, բայց բնակիչի եւ քաղաքացու համար դա անվճար է։ Հիմա նախ ինչու որոշեցիք, որ ապահովագրությունը բնակչի համար պետք է լինի անվճար, որովհետեւ բոլոր տիպի ապահովագրությունների համար քաղաքացին վճարում է, փաստորեն այս դեպքում պետք է չվճարի եւ ինչու ընդհանրապես որոշեցիք ապահովագրությանը գնալ նաեւ անշարժ գույքի ոլորտում, արդյոք առանց դրա հնարավոր չէր բումը պահել կամ բումից մի քիչ ներքև տեմպեր ունենալ։ Շնորհակալություն, շատ լավ հարց եք բարձրացնում։ Երկու մասից հարցը բաղկացած, սկսեմ ինչու որոշեցինք։ Տեսեք, առհասարակ քաղաքակիրթ աշխարհը, այսպես կոչված, որտեղ որ տասնամյակներ, հարյուրամյակներ քաղաքաշինական միջավայրը զարգացած է եւ միլիարդավոր դոլարի շրջանառություններ ունի, արդեն հասել է նրան, որ գնորդի կառուցվում ամփոփում գտնվող շենքի գնորդի ռիսկերը պետք է ապահովված լինեն։ Քանի որ տարբեր ֆորս մաժորներ կարող են լինել կառուցապատողի մեղքով կամ ոչ կառուցապատողի մեղքով, ինչ-ինչ հանգամանքներով կարող է քաղաքաշինական ծրագիրը ձախողվել։ Դա նորմալ է։ Գիտենք, լսում ենք պարբերաբար եթերով, հեռուստացույցով, ինտերնետով իմանում ենք անգամ զարգացած երկրներում վերջերս հայտնի դեպքեր Evergrande չինական խոշորագույն կառուցապատողներից մեկը, որը հարյուրավոր միլիարդավոր դոլարների շրջանառություն ուներ, ուղղակի սնանկացավ։ Եվ բնականաբար, որպեսզի սոցիալական ռեզոնանս չլինի, պատկերացնում եք, չէ, ինչքան հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գնորդների վճարած գումարները կարող են կորել, դրա համար գոյություն ունեն ինստիտուտներ,
որոնք որ ապահովում են քաղաքացիների, գնորդների ռիսկերը։ Եթե չլինեն այդ ինստիտուտները, գնորդները կնախընտրեն ավելի քիչ կնախընտրեն կառուցման փուլում գնեն գույքը։ Կսպասեն մինչև կավարտվի, նոր կգնեն, այդ դեպքում արդեն բավականին բարդ կլինի ֆինանսավորում հայթայթնել կառուցապատման շուկայի համար։ Դրա համար քաղաքակիրթ աշխարհը գտել է դրա լուծումը։ Ուղղակի ներգրավում է միջնորդ, կառուցապատող գնորդ հարաբերությունների մեջ անձինս ապահովագրական ինստիտուտի, որ ասում է, որ եթե հանգարց կառուցապատողը ինչ որ խնդիրներ ունի, կունենա ոնց որ գործընկերս նշեց, ապա ես ձեր գումարը կհատուցեմ, հետո ես թե ոնց կստանամ կառուցապատողից, արդեն այդ իմ գործն է։ Ուղղակի խնդիրը նրա մեջ էր, որ մեր ռեգիոնի վրա ապահովագրական ինստիտուտները ուշադրություն չէին դարձնում։ Ինչու՞։ Տեղացի ապահովագրողները այդքան խոշոր չեն, որ տենց հարյուրավոր միլիոն դոլարների ռիսկ վերցնեն իրենց վրա։ Պատկերացնում եք, չէ՞, ապահովագրական ինստիտուտը մի հատ քաղաքաշինական ծրագիրը կարող է մինչև 100-200 միլիոնանոց ռիսկ ունենա իր մեջ։ Իսկ ապահովագրական ընկերության կապիտալը կարող է այդքան չհերիքի, Աստված ոչ անի ռիսկը վրա հասնի, ինչպես է ինքը հատուցելու։ Դրա համար ընդունված է, որ տեղացի ապահովագրողները վերաապահովագրեն ռիսկը։ Իսկ վերաապահովագրվում են որտեղ։ Վերաապահովագրվում են բարձր դաս ունեցող, միլիարդավոր կապիտալ ունեցող, հայտնի 100, 200, 300 տարեկան պատմություն ունեցող միջազգային ընկերություններում։ Օրինակ մեր պարագայում վերաապահովագրողը հանդես եկել բրիտանական Lloyds-ը, որը որ Ինչու հենց այդ ընկերությունը։ Դե բանակցվում էր մի քանի ընկերությունների հետ, Իրանը ավելի շուտ ստացվեց եւ ընդհանրապես դրա համար։ Բայց շվեյցարական ընկերության հետ էր բանակցվում, իմիջիալուց դա էլ կարող արդեն մասնակցի, ոնց որ թե ստացվում է, եւ երկու վերաապահովագրողի հետ աշխատի մեր ապահովագրող ընկերությունը։ Հիմա ձեր հարցին պատասխան, թե ինչու չէին ցանկանում Հայաստան մտնել։ Նախ եւ առաջ, ինչպես մեզ հայտնի է, Վրաստանում ունեցել են տխուր փորձ, մի 10 տարի առաջ խոշոր ապահովագրական դեպք են ունեցել եւ մեծ վնասներ են կրել, ոնց որ այսպես ասած, այս ռեգիոնը ծեր ցուցակ են գցել իրենց ճակերտավոր հասկացությունով եւ ոնց որ ռիսկային են համարել, քանի որ դեռևս ինստիտուտները այդքան կայացած չեն։ Եվ ընդհանրապես ոնց որ լավ չեն նայել, ոնց որ երրորդ աշխարհի երկիր են իբրև։ Հիմա եկել եք այդ խնդիրը լուծելու փաստորեն այս համագործակցությամբ։ Այո, եւ մենք ընդհանրապես դե մենք նորից եմ կրկնում, մենք նոր չենք այդ հարցը բարձրացրել, մենք 5-6 տարի է այդ հարցի շուրջ աշխատում ենք անընդհատ, փորձել ենք դա անենք եւ մեր առջև դրվել էր որոշակի չափորոշիչներ ժամանակին, որ այ եթե ձեր ընկերությունը այս կունենա, այն կունենա, սրան կհասնի, նրան կհասնի, մենք նոր կսկսենք ձեզ հետ խոսել, հա։ Եվ տարիների ընթացքում սկսած ֆինանսական հաշվետվողականության թափանցելիությունից, օրինակ միջազգային աուդիտի արկայությունը, հա, հաշվեկշռային ցուցանիշների որոշակի բավարարումից, հա, կառուցված քաղաքաշինական ծրագրերի քանակից, ծավալից, իրացման շրջանառության ցուցանիշներից ելնելով, ձախողված քաղաքաշինությունների կամ ուշացած քաղաքաշինությունների բացակայությունից է դա նաև կախված, հա, նաև գոյություն ունի գնորդի բավարարման ինդեքս, հա, ինչքան մարդ է օրինակ այսքան տարվա մեջ 15 տարի է քաղաքաշինություն ես անում, քանի հոգի է օրինակ հայցով դիմել դատարան, որ ասի ինձ դուրս տու որ ուշացրել ես կամ իմ փողը հետ տու որտեղ լավ չես սարքել կամ չգիտեմ, այդ մի ուրիշ ցուցանիշ է, որը բարեբախտաբար մեզ մոտ բացակայում է։ Ինչու անվճար ապահովագրություն։ Դա արդեն երկրորդ հարցն է։ Այսինքն դա մեր ընկալման մեջ ապահովագրությունը ինքը վճար է ենթադրում։ Այո, ես ընդհանրապես ձեր հարցի մի մասին էի պատասխանում։ Հիմա անցնենք արդեն դրան։ Տեսեք, հիմա արդեն մի ուրիշ հարց կա, որ ապահովագրությունը մեր հանրության մեջ մի քիչ, քանի որ զուգահեռ անցկացնենք ավտոմեքենաների ապահովագրության հետ, հա, մի քիչ ոնց որ ապայի հետ կարող է զուգահեռ անցկացվել, հա, ոնց որ կարող է ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, որ ինչ որ ապայի նման բան է, որ ոնց որ զորով անում են, որ իրան պետք չի եւ այլ, այսինքն նաեւ խնդիր կա մեր մոտ մեր քաղաքացիների բնակիչների իրազեկման։ Մենք հույս չենք ունեցել, որ հենց առաջի օրվանից շուկան կհասկանա, թե դա ինչ գործիք է,
հա, եւ եթե լիներ վճարովի, միգուցե քաղաքացիների կողմից դա անտագոնիզմով ընկալվեր, այնպես չհասկացվեր տեղին այս գործիքի, այս product-ի իրական արժեքները, հա, եւ ինչ որտեղ կարող է պատահի անտագոնիզմ առաջացվեր։ Դրա համար առաջի տարիներին, առաջի կիսամյակներին մեր ընկերությունը Argo-ի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ չնայած ինքը քիչ ծախս չի, իրականում մեր բյուջեի շոշափելի ծանրություն է իրենից ներկայացնում, բայց այնուամենայնիվ լինելով պիոներ այս ոլորտում, հա, այս դաշտում, այս գործիքի պոպուլյարիզացման գործում մեր հասարակության մեջ մենք որոշում կայացրեցինք առաջի ժամանակաշրջանում այդ ծախսային բեռը վերցնել մեր վրա, որպեսզի ինքը նաև դառնա պոպուլյար։ Տեսեք, պարոն Գոջաբաշյան, եկամտահարկի օրենքի չեղարկումից հետո եւ կառուցապատողները եւ առհասարակ անշարժ գույքի վաճառքով զբաղվողներն ասում էին, որ բումը նստեց վերջ։ Հիմա այն համագործակցությունը, որը դուք անում եք, բերելու է գոնե նրան, որ բումի տեմպը պահպանվի։ Բումի տեմպը ամբողջությամբ պահպանվի, թե ոչ չենք կարող ասել, բայց հաստատ ինքը, տեսեք ոնց է, կառուցման ընթացքում եթե եկամտարկ չկա, քաղաքացիները վարկով բնականon չեն ձեռք բերում, որտեղ ինքը կառուցման ընթացքում տոկոսը վճարելու բանկին եւ այդ տոկոսը հետ չի ստանալու։ Նրանք հիմնականում վճարում են տարաժամկետ կառուցապատողին, վերջում արդեն երբ որ գալիս է շենքը պատրաստ է, այդ ժամանակ կամ ամբողջ գումարը նորից վճարում են իրենց խնայություններից կամ բանկին այդ ժամանակ են դիմում։ Այսինքն այդ եկամտարկով առնելու այդ բումը, որ վաճառում էր ինքը հիմա Երևան քաղաքում, ինքը դադարել է, այսինքն էլ չեն առնում։ Առանց եկամտարկի վարկով շատ քիչ են առնում, շուտ մեկը վարկով բնական, որովհետև տարաժամկետ վճարում են կառուցապատողին։ Հիմա մենք սկզբում մտածեցինք ավելի երկարաժամկետ տալ, այսինքն ոչ թե մինչև շինավարտ վճարեն տարաժամկետը, այլ 6 տարի, 7 տարի, շենքը հանձնելուց հետո 3-4 տարի դեռ իրենք բնականի գումարը վճարեն եւ զուգահեռ, եթե այդ գումարներն են ինչ վճարում են ապահովագրվում է, մարդիկ ընտրություն կունենան, կգնան այն շենքում, որը ապահովագրություն ունի։ Այսինքն չի մտածի, որ շենքը կառուցվեց, վերջացավ, ինքը կգնա այնտեղ կապրի, բայց էլ ավարտական ակտը չկա։ Դե ավարտական ակտը կապված չի կառուցապատողի շատ դեպքերում, դա կապված է քաղաքային մարմիններից եւ քաղաքշինից։ Ավարտական ակտը, եթե նորմերով կառուցապատողը կառուցել է շենքը, ավարտական ակտը իրավունք չունեն չտան, բայց այդ ձգձգումները հական կառուցապատողներ շեղումներով են սարքում, դեմ չեմ, բայց այդ շեղումների ստանդարտները պետք է նայեն, որտեղ կա ինչ-որ չափանիշ, դա կարա շինարարության ժամանակ առանց ուզելու լինի այդ շեղումը։ Ավարտականը պետք է քաղաքապետարանը շուտ տա։ Այսինքն, որպեսզի, բայց ավարտական չունենալը հիմա շատ շենքեր ապրում են, որոնք ավարտական չունեն։ Շատ շենքերում բնակվում են շենքը կանգնած է, բայց ավարտական չունի։ Գիտեք, այնքան բան կա փոխելու կառուցապատման հետ։ Հիմա սա մենք պարոն Պետրոսյանց պիոներն ենք, սա առաջ, սա քայլ է նաև այո, որ վաճառվի, որովհետև մարդը ընտրություն կունենա իր փողերը, սա շատ մարդիկ մտածում են, բա որ չսարքեն, այդ գումարը չի տալի կառուցապատողը, հո վարկով էր առնում, ինչ որտեղ մտածում էր, վայ դե բանկի փողն է, բանկն է վարկը տալիս, այսինքն ինչ որ ապահովված էր զգում իրան, բայց բերում է կառուցապատողին փոխանցում է 50% արժեքի 30%-ը, ինքը կասկած ունենում է, բա որ չսարքեն, այս դեպքում իր կասկածները փարատվում են, այսինքն հետ կվերադարձնեն ապահովագրականները իր գումարը։ Այդ ինչու անվճարի ես պատասխանեմ, պարոն կներեք, որտեղ փաստորեն ռիսկը ձեր վրա է ընկնում։ Ռիսկը չի ընկնում, ֆինանսական բեռն է մեր վրա ընկնում, բայց անկեղծ ասեմ, պարոն Պետրոսյան ճիշտ ասեց, ուղղակի կարճ կասեմ, եթե հիմա վճարովի անեինք բնակիչների վրա, հայրավարի ասել են, այստեղ որտեղ են մեզ գցում։ Հա, դրա համար էլի, ես ավելի կարճ կոնկրետ պատասխանեմ։ Տեսեք, ես հիշում եմ վերջերս Կենտրոնական բանկի նախագահն էր ասուլիսով հանդես գալիս ու Մարտին Գալստյանն ասում էր, որ անշարժ գույքի շուկան գերտաքացած վիճակում է ու դա մեր տնտեսության համար ռիսկային է, բայց ամիսներ անցան նրա այդ խոսքից ու կան դժգոհություններ, որ գերտաքացումը արդեն անցել է, այսինքն այդ ռիսկայնությունը դուրս եկավ, ասում են, որ մենք ունենք ավելի շատ առաջարկվող բնակարաններ, քան պետք է մեր բնակչությանը, դուրս եկավ այդ իր ասած գերտաքացած վիճակը ու ռիսկայնությունը։ Փորձեմ այդ մասով մեր դիրքորոշումը տալ, ընդ որում դա ոչ միայն իմ անձնական դիրքորոշումն է, այլ նաև մեր կառուցապատողների համայնքի հիմնական խաղացողների։ Ցանկացած շուկայի համար գերտաքացումը վատ է։ Կլինի դա
անշարժ գույքի շուկա, կահույքի շուկա, թե ցանկացած այլ շուկա, աշխատուժի շուկա։ Գերտաքացումը վատ բան է, քանի որ ինքը բերում է իռացիոնալ ներդրումների ներխուժելուն եւ ձևավորում է փուչիկ տնտեսական, այսպես կոչված bubble, հա, եւ հնարավոր է մի գեղեցիկ օրել այդ փուչիկը պայթի եւ ձևավորի խոշոր ճգնաժամ։ Դրա համար պետության գործառույթն է պայքարել գերտաքացումների դեմ եւ որոշակի ձևի, եթե տեսնում եք գերտաքացման երևույթ կա, զսպել այդ գերտաքացումը։ Ըստ էության նմանատիպ երևույթ եղել է անցած տարվա վերջի կիսամյակին, բայց դա ոչ թե իմ գնահատականով գերտաքացում է, այ աժիոտաժային պահանջարկ։ Աղմուկ։ Աժիոտաժային։ Այդ տեսակ։ Աղմուկի արդյունքում ծնված աժոտաժ։ Ոչ։ Բնական։ Էսա բացատրեմ։ Քանի որ մարդիկ գիտեին, որ եկամտային հարկը դադարում է 25 թվականի հունվարի 1-ից, բոլոր այն մարդիկ, ովքեր որ պլանավորում էին 26-ին, 27-ին կամ 28-ին տուն առնեին, ասենք երեխուն պետք է փսակի, բայց մի 2 տարի հետո։ Իրան հիմա այդ տունը պետք չի, բայց գիտի, որ 2 տարի հետո պետք է ամուսնացնի։ Բայց քանի որ եկամտային հարկը պրծնում է այս 3 ամիս հետո, մարդը աժիոտաժի մեջ հանգնում, որ քանի չի պրծե, արի կլինի գնա մառնեմ։ Վաղը միսօր փոշմանելու եմ, ասելու եմ, էսի ոնց չառա, չֆայմեցի չառա։ Եվ այդ վիճակը, այ եկամտային հարկի դադարման այդ բանը, որ եկեք հասեք, հեսա պրծավ, հա, այն նալիտայի պականի закон չլես, հա, ձևավորեց աժիոտաժային պահանջարկ։ Դրա համար մեր ասոցիացիան, կառուցապատողներով մենք դեմ էինք եկամտային հարկի նմանատիպ վերացման այդ օրենքի գործողության նմանատիպ վերացման ֆորմատից։ Ոնց պետք է վերացնել։ Մենք ասում էինք հարգելիներս, եկեք այսպես արեք, թող 25-ին լինի այդ ինչ որ վերադարձվում է, դրա 75%-ը վերադարձրեք, մի տարի հետո դրա 50%-ը վերադարձրեք, այն մյուս տարի դրա 70%։ Պետությունն ասում է հավելյալ բեռ է արդեն 100 միլիարդ Սահուն իջներ այդ շեմը։ Ամեն ինչ պետքա սահուն իջնի։ Գիտեք, այս գույքահարկն էլ էս վերջերս որ մի քանի տարի առաջ որ մեծացրեցին։ Ոնց մեծացրեցին։ Միանք 0.25 գործակցով առաջի տարի մեծացրեցին, հետո 0.5, հետո 0.75, այնպես որ նորմալ գույքահարկի բեռը մեծացավ, բայց մարդիկ տենց սովորեցին, էլի, հասկանում եք։ Միանգամից տենց ցավացրեց։ Հիմա նույնն էլ հակառակը, երբ որ մի հատ արտոնություն կար, լավ կլիներ այդ արտոնությունը մեղմ հանվեր։ Ժամանակներ առաջ 1-2 տասնամյակ առաջ կար Հայաստանի Հանրապետությունում շահութարկի արտոնություն նոտարական ներդրումների համար։ Եվ այդ շահութարկի արտոնությունը նույն կերպ վերացավ։ Մի օրում չվերացավ։ Տարիների ընթացքում սկզբից 100% էր կիրառվում, հետո 75, հետո 50, տենց քիչ-քիչ վերացավ, որպեսզի բիզնեսն էլ սահուն դրան նախապատրաստվեր։ Եվ այդ աժիոտաժը չէր լինի։ Մարդիկ, ովքեր 27, 28, 29 թվին պլանավորում էին տուն առնեին, չէին գնա 24 թվի վերջի կիսամյակ կամ հատկապես վերջի 2-3 ամսում գլխակտուր էլ չնայելով ինչ են առնում, այնքան որ մի բան առնեն։ Հա, բայց կառուցապատողները պետքա գոհ լինեք դրանից, ոչ թե դժգոհ։ Մենք կառուցապատողներս շատ գոհ ենք, բայց այդ երևույթը ինքը վատ է, բերեց որակումների տարբեր ֆինանսական հաստատությունների կողմից հանձինս կենտրոնական բանկի, որ գերտաքացած է, բայց մեր գնահատականը դա գերտաքացում չէ, դա ուղղակի աժոտաժ է։ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հրապարակում է Հայաստանում աշխատող մարդկանց թվականակը։ Այդ թիվը 750,000 է, մոտ մի քիչ ավելին, բայց բնակարան վաճառվել է 50-ից 60,000։ Հիմա սա գերտաքացում է, թե չէ։ Տեսեք, բնականի պահանջարկ կա, որ ասում են բնականները սարքում են, սարքում եք ում համար։ Չկա շատ բնականի շատ պահանջարկ կա Հայաստանում, օրորի ինքը ավելանում է։ Մեր մտածելակերպն է օրորի ավելանում։ Մտածելակերպն է փոխում, 3-4 եղբայրով մի տանը չեն ապրում, ծնողների երիտասարդները չեն ուզում ապրել, շատ մարդիկ տան խնդիր ունեն այսօր։ Հետո գիտեք ինչ, եկամտահարկը կարային բյուջեից, որ ասում են բեռ բյուջեը, ես մի չհամաձայն չեմ։ Ինքը շինարարությունը շատ ոլորտներ իր աշխատացնում ու տեղից հաստատ բյուջեն չէր դժում երկրի եւ զբաղվածություն կար մարդիկ Ռուսաստաններից, չգիտեմ Խոպաներից եկել էին աշխատում են հիմա անգործությամբ մատվեն գնալու են, բայց Ռուսաստանում էլ արդեն մի բան չկա։ Այսինքն պետք է բնակչների մասին մտածես։ Իրանք ասում էին դա սոցիալական ծրագիր չի,
ինքը սոցիալական ծրագիր չերել ընդունել եկամտահարկը, եկամտահարկի սխալը ամենասկզբից էր, որ մի հոգուն թողեցին մի քանի տուն առնի։ Որտեղ ես շատ գիտեմ, այդ հիմա ու կարկառում ջատագողներից որ եկամտահարկը դուրս գա, դա կնի հարկայինից կամ ֆիննախից, նրանք ամեն մեկը մի 4-5 հատ իրանք այդ մարդկանց ճանաչում անցավ, եկամտարկով տուն ունեն առած այն ժամանակ, օգտվել են իրանք, հիմա ասում են հանեք, արդեն էլ պետք չի, ինքը կարա 5 հատ առելա, ես մի քիչ ավելի խորը գիտեմ, էլի։ Իրան պետք էր բանկերի հետ, դա բանկերի տոկոսները կարար ցածր լինել։ Հետո ես անկեղծ ասեմ, ամբողջ Հայաստանի եկամտարկով տուն են վաճառ, ես չէի առել ու տարեվերջին այդ ձեր ասած թեժացման ժամանակ հատ 60 մետր էլ ես առա եկամտարկով, որտեղ մեծ եկամտարկ ունեմ։ Հետո որ բանկի վճարումս նայեցի, ինքը համոն 250,000 դրամ է։ Ու անուլիցետ են իրանք ասում բանկիրները, այսինքն սկզբի տոկոսները այդ 250-ից մի 7-8,000 դրամ մայր գումարն է, մնացածը տոկոսն է։ Այսինքն իրանք կարելի է նվազողով անել, նախ նվազողի ժամանակ մարդը ավելի քիչ է տոկոս վճարում է 15 տարում։ Երկրորդը սկզբից տոկոսը այդքան մեծ չի լինում, այսինքն պետության վրա բեռը իջնում է, տոկոսի գումարն է պետությունը տալի, ահռելի գումարները առաջի 3-4 տարին է, ինքը հետո իջնում է, այդ թիվը այդ 100 միլիարդը 100 միլիոնը ինքը իջնելու է, հա։ Վարկային տոկոսները էժանացնելու հետ կապված ես այս տաղավարում խոսել եմ Արեդ բանկի ղեկավար Մհեր Անանյանի հետ եւ երբ ես իրեն այդ հարցը տվեցի թե ինչու՞ չեք օրինակ հիպոթեկային շուկային ուղում ավելի ցածր տոկոսներով վարկեր, ինքն ասում էր հարգելի աղավնի, մենք 9%-ով ավանդ ենք վերցնում քաղաքացուց եւ գոնե պետք է 13%-ով դա կարողանանք որպես վարկ տալ քաղաքացուն։ 9%-ից ցածր որևէ բանկ չի կարող օրինակ հիպոթեկային շուկային վարկավորի։ Առհասարակ սա ամբողջ խնդիրը գալիս է պետության կողմից ներգրավվող փողից։ Եթե պետությունը անձինս կառավարության պարտքով փող վերցնում 9-10%-ով, մասնավորապես մեր պետական կարճաժամկետ պարտատոմսերի դրույքաչափը դա է։ Պետությունից լավ պարտք վերցնող ցանկացած մեկը ոնց որ դա նվազագույն նշաձողն է, որից պակաս փողը չի կարող աշխատի։ Այստեղ արդեն կենտրոնական բանկի քաղաքականության մեջ է։ Այ որ մենք տեսնում ենք Ամերիկայում իրենց նախագահը իրենց կենտրոնական բանկի նախագահի հետ առողջ ծիրիկուն կռիվ անում է, Twitter-ով անդադ ջղայնանում է, վրան ասում է 0.25%-ով իջացրու, 4-ը դարձրու 3.75, թե չէ գործից կհանեմ, այն էլ ասում է չեմ կարող, այն էլ ասում է չանես կհանեմ, այդ առողջ ծիրիկուն այդ կռիվը հենց դրա մասին է։ Օրինակ մեր մոտ եթե մեր կենտրոնական վերաֆինանսավորման տոկոսադրույքները եւս իջնեն, դառնա 5, 4, 3, մեր մոտ էլ արդեն ներգրավվող փոխառությունները պետության կողմից կիջնի եւ վարկերը կդառնա 6%, 7% դրամային։ Այդ իհարկե երազանքների շարքից է դրա իջացնելու համար կենտրոնական բանկը նաեւ այլ խնդիրներ ունի, ինքը կարող է տնտեսություն զսպի դրանով կամ ինֆլյացիայի բերի, որը որ դրամը արդեն կուրսը փախնի եւ այլ, այսինքն այդտեղ բազմաթիվ գործոններ կան, որ մենք չենք կարող այդ մարդկանց գործառույթներին գնահատական տանք, բայց այնուամենայնիվ գնահատականը հետեւյալն է։ Քանի որ պետությունը 9-10%-ով փող է վերցնում պարտքով, ուրեմն մեր երկրում դրանից էժան դրամային վարկեր չեն կարող լինել ազատ շուկայում։ Այստեղ արդեն երկրորդ հարցն է գալիս։ Եթե չեն կարող, ուրեմն պետքա պետությունը աշխատանք անի։ Սուբսիդավորի օրինակի համար վարկերից որոշակի տոկոսներ։ Այ մենք գիտենք, որ գոյություն ունի ազգային հիպոթեկային հիմնադրամ, որը 7%-ով երիտասարդ ընտանիքներին հիպոթեկա տալիս բավականին երկար ժամանակ, հա։ Ինչպես է դա իրականացվում, որոշակի արտոնություններ ունի այդ հիմնադրամը, ինչ որ սուբսիդիաներից է օգտվում, բանկային կովենանտներն են իր ավելի մեղմ, կարողանում ավելի էժան միջոցներ ներգրավել տարբեր աղբյուրներից, այդ թվում եւ կենսաթոշակային մի որոշակի սուբսիդիաներ ստանում, դրա հաշվին կարող է այդ օգտակոսի էժանացնել։ Ուղղակի սուբսիդիաներ կարող են լինել։ Ինչպես է պետությունը օրինակ այսօր մեր սուբսիդավորում է ինտենսիվ այգիների կառուցապատման վարկային տոկոսները կամ ջերմոցները։ Ինչու չի արել կամ արևային կայանների։ Որովհետև տեսեք,
Մենք խոսում ենք տնտեսական աճի մասին, արդեն քանի տարի է Հայաստանի տնտեսական աճ ապահովող ճյուղերից մեկը շինարարությունն է, 21% էր այս վերջին տվյալներով, վերջին եռամսյակի տվյալներով։ Այսինքն պետությունը ինքը տեսնում է, որ շինարարությունը իր տնտեսության հիմքերից մեկն է։ Այդ դեպքում ինչու ձեզ չեն օգնում, ինչու եք դուք կառուցապատողները ձեր խնդիրներով մնացել։ Մենք չենք կարող գնահատական տալ, թե պետությունը ինչու սա անում է, ինչու չի անում, բայց այնուամենայնիվ վերլուծությունները թույլ են տալիս մենք եզրակացնենք, որ մինչև 25 թվականի հունվարի 1-ը հանձինս եկամտային հարկի վերադարձի լավ էլ անում էր։ Եկամտային հարկի վերադարձը ինքը ըստ էության անուղղակի պահանջարկի խթանում է մեզ համար, որը որ մեզ սուբսիդիա պետք չէ, թե եկամտային հարկի խթանումը կա, վերադարձը կա, դա դրանից լավ սուբսիդիա չի կարող լինել կառուցապատողի համար։ Քանի որ աժիոտաժային պահանջարկ կար, եկամտային հարկի դադարումը կտրուկ արվեց, ոչ թե աստիճանաբար։ Մարդիկ բան գործ թողած թափեցին տուն առնելու, տպավորություն ստեղծվեց շուկայի գերտաքացման։ Հա։ Եվ ոնց որ պետությունը ասաց հələ մի րոպե միացել սպասի հասկանամ ինչա կատարվում, տենամ ինչա ոնց է, եւ դադար տվեց այդ ամեն ինչին, որ գնահատական տա, բայց մենք տեղյակ ենք, որ աշխատում են համապատասխան կառույցները իշխանություններում, հա, եւ մենք էլ ենք այդ հարցերը անդադ բարձրացնում, որ փոխարինող գործիքներ է պետք։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Փոխարինող գործիքների հետ կապված պարոն Գոջաբաշյանը խոսեց կൂട്ടակային ֆոնդերում առկա գումարների մասին, այո, հսկայական ֆոնդերում գումարներ կան։ Մի անգամ դարձյալ էկոնոմիկայի նախարարության մասնագետներից մեկի հետ էի զրուցում, հիշում եք ազգային ժողովը օրենք ընդունեց, որ այդ ֆոնդերում առկա գումարները կարողանանք մենք ներդնենք միջազգային այս կամ այն կազմակերպությունում, ներդրումներ անենք։ Ու հարցիս, ինչու այդ դեպքում թույլ տվեցիք, որ միջազգային ցուցակված կազմակերպությունների հետ այդ գումարներով աշխատեն, բայց տեղի կառուցապատողի հետ չաշխատեն, ասաց, որովհետև տեղի կառուցապատողը չգիտենք ինքը ռիսկային է, ռիսկային չէ, գնա սննկացման, չի գնա, այսինքն մենք վախենում ենք այդ գումարը տալ տեղական կառուցապատողին, բայց միջազգային բորսայում ցուցակված ընկերությանը կտանք։ Եթե կառուցապատողների այդ խնդիրը դուրս գա, որ իրենք այսօր կան, վաղը չկան, վաղը կարող են սնանկ ճանաչվել, այդ խնդիրը դուրս են գալիս, օրինակ ֆիլտրվում է 10 խոշոր կառուցապատող, այդ դեպքում հնարավոր է այդ ֆոնդերի գումարները ուղղել եւ գնալ էժան տոկոսների։ Ինչու՞ չէ։ Շատ հնարավոր է։ Իմիջիայլոց կենսաթոշակայինները վերջի ամիսներին շատ ակտիվ մտնում են Հայաստանի ներքին կորպորատիվ արժեթղթերի շուկա։ Մասնավորապես գրեթե ամեն շաբաթ մենք տեսնում ենք, որ պարտատոմսեր են տեղաբաշխում։ Իսկ չգիտեմ դուք հետևում եք թե չէ։ Ավելի, այսինքն արդյունավետ է պարտատոմսեր թողարկելը, քան ոչ թե արդյունավետ է, ավելի հեշտ ու հասկանալի է։ Բայց այնուամենայնիվ պարտատոմսն դա ֆինանսական միջոցների ներգրավման գործիք է, ընդ որում բավականին էժան։ 1-2% ավելի էժան է, քան շուկայի ներգրավող գումար, օրինակ, եթե դրամային վարկը 14% է, մենք տեսնում ենք 13-12.5%-ով դրամային պարտատոմսեր են տեղաբաշխում։ Ինչի է այդ ֆենոմենը, ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ պարտատոմսերի եկամտային հարկի մասով, պարտատոմսերից եկամուտների մասով շահութարկի արտոնություն կա։ Մարդը շահութարկից ազատված է պարտատոմսերի գծով ստացված եկամուտների մասով։ Եվ այդ բերել է նրան, որ պարտատոմսերի տոկոսը ավելի նվազ է։ Դա արվել է պետության կողմից, հենց որպեսզի պարտատոմսերի շուկան զարգանա, եւ նաեւ իմիջիայլոց այստեղ սուբսիդիա կա։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի 3%-ը, ասենք 12%-ով տեղաբաշխեցիր, դրա 3%-ը պետությունը սուբսիդավորում է։ Ինչպես նաեւ տեղաբաշխողի տրված ծառայությունների գումարը, underwriting-ի համար ստացված գումարը, այսպես կոչված։ Սա մի փոքրիկ բան է մեր գնահատականով, ու փոքրիկ ասելով նորմալ արտոնություն է, իհարկե բավարար չէ, հա, բայց այնուամենայնիվ տեսեք, որ որոշակի գործողություններ կատարվում են եւ հենց կենսաթոշակայինները առաջի խաղացողներն են մեր գնահատականով այս միջավայրում։ Գտնում ենք, որ սա առաջի ծիծեռնակներն են, առաջիկա տարիներին ավելի կակտիվանա եւ
Կառուցապատողներն էլ են արդեն սկսում իրենց ոտատեղը անել, ժողովրդական լեզվով ասած, այս շուկայում։ Մասնավորապես երկու կառուցապատող արդեն գիտեն, որոնք պարտատոմսեր են թողարկի։ Ինչ վերաբերվում է ուղղակի մասնակցությամբ արժեթղթերում, հա, դա դեռևս վաղ է ասել, որովհետև այսպես կոչված ցուցակում գաղափար գոյություն ունի, լիստինգ, հա, որոնք որ օրինակ միջազգային կազմակերպությունները ցուցակվում են, հա, լիստի դեմ դառնում, ցուցակվում են միջազգային բորսաներում։ Հայաստանում դեռևս այդ առհասարակ այդ ենթակառուցվածքը տենց առանձնապես ձևավորված չի, որովհետեւ կազմակերպությունները ցուցակվեն, իրենք դառնան public հանրային, այսպես կոչված կորպորացիաներ, բաժնետիրական ընկերություններ, դեռևս այդ ինստիտուտը չկա։ Պարտատոմսերի միջոցով գումարների ներգրավումը ոնց որ ոսկե միջինն է, որ գնահատվել է շուկայի միջոցով, որը ըստ էության էլի նույն բանն է, դա գումար, ինչ տարբերություն, բաժնետոմսեր տեղաբաշխես, դա պարտատոմսերով ներգրավես։ Ոնց որ այս միջին կշռված մոտեցումը շուկայի կողմից գնահատվել է որպես ամենաօպտիմալը, արագ իրագործելինը եւ հասկանալին, եւ ոնց որ այս գործիքով արագ գնում է առաջ մեր։ Ես ճիշտ հասկացա, պարոն Գոջաբաշյան, որ եկամտահարկը դուրս է եկել, կառուցապատողները հնարավորություն են տալիս նաև անտոկոս տարբերակով, ավելի խոշոր չափով վճարումներ անելով բնակարան գնել։ Դրան եմ ուզում անդրադառնալ։ Ինչ տեղ ունենք այստեղ։ Ես ուզեմ անդրադառնալ այդ կառուցապատողների ինչ վստահելուն։ Ես ինչ-որտեղ համաձայն եմ։ Հիմա այս ապահովագրական ապրանքը, որ անում ենք, անկեղծ ասեմ, իմ նպատակներից մեկը այն է, որ շուկան մաղվի, ոչ բարեխիղճ կառուցապատողներ, այսինքն ինձ շատ ոչ մեկ չի շփվել նրանց հետ, դա իմ ամեն օրվա արճակատման խնդիրն է։ Հաճախորդները վստահել են Argo-ին, գնել են Argo-ից, բայց կառուցապատողը շենքը ուշացնում է։ Տարբեր պատճառով Argo-ն մեզ ուղղակի դուք չեք պատկերացնում ինչ օրն են գնում, ամբողջ օրը գրում են, բայց ուզում եմ ես նախ ներողություն խնդրել ձեր եթերից այն բոլոր բնակիչներից քաղաքացիներով, ովքեր Argo-ով բնակարան ձեռք բերել եւ այնտեղ կան ինչ-որ խնդիրներ, ուշացումներ, հավատացած եղեք, ես անձամբ հետևողական եմ բոլոր կառուցապատողների հետ, բոլոր շենքի, այսպես ասած, տերերի հետ ամենօրյա զրույցներ, խոսակցություններ, չգիտեմ, նույնիսկ վեճերի հասնող, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտավորությունները, բայց այս պրոդուկտով, այսինքն եթե ապահովագրվում է գնորդի գումարը, դա միայն գնորդի համար չի։ Այս գործիքով պետք է աշխատեն միայն այն կառուցապատողները, պարոն Պետրոսյան, որտեղ ինչ-որ բաներ անցել են, այսինքն իրենց ֆինանսական մասը, իրենց փորձը շատ դժվար առնելու։ Ու գալու է ժամանակը, ինձ թվում է պետությունը դրան կմասնակցի, առանց ապահովագրման կառուցապատողի շենքը ինքը չի կարողանալու վաճառքանի կամ ինչ-որ շինարարություն անի, բայց այդ ապահովագրությունն էլ հեշտ չեն տալու։ Այսինքն ինքը պետք է համապատասխանի այդ ամեն ինչին, այդ նորմերին, որ այսպես ասեմ բումի ժամանակ շատ լավ տղաներ, իրանց տեսակոլով մարդիկ, որոնք գումարներն են մտան կառուցապատման մեջ, բայց մի մասը հասկանալի պատճառներով ուշացեց, ասենք ինքը այդքան մեղավոր չի, մի մասը գումարները անիմոն տեղեր ուղեցին, հետո հետ բերեցին, այսինքն դա ամեն ինչը ես ամեն օր այդ վեճի ու բանի մեջ եմ հիմա։ Ամբողջ օրը մարդիկ մեզ են զանգում, որտեղ հիմա մի քանի պրոյեկտ հանձնման ընթացքում, որոնք ուշացումներ ունեն։ Տեսեք, ես Հալաբյանում ինքս կառուցապատեցի, մոտ 6 ամիս ծավել էր, մենք ուշացրեցինք, բայց մեր շենքը սկսել ենք պատերազմի ժամանակ, կորոնայի ժամանակ։ Ես հանդիպեցի ժողովրդին, ասեցի, ներողություն խնդրեցի, թույլ տվեցինք ժամանակից շուտ վերանորոգում սկսել, որպեսզի կոմպենսացնենք այդ ժամանակը։ Այսինքն մարդկանց հետ պետք է բանակցես, մարդը իրեն շոյված ազգում, ոչ թե հեռախոսով վերցնել, ասել Argo-ից եք արել, գնացեք Argo։ Ես հիմա եթերով եմ ասում, որտեղ շատ վրդովված եմ մի քանի կառուցապատողի հետ, պետք չի ժողովրդի, մարդիկ տուն են առել, մարդիկ այդ տան խնդիր ունեն, վարձով են ապրում հազարարց։ Ես բոլորից ներողություն եմ խնդրում, ու այս ապահովագրությունը արվում է հենց այդ կառուցապատողների համար, որոնք նախ չեն մասնակցի, եւ եթե խնդիրը լինի նույնիսկ այն որ մասնակցել է, ձեր գումարները միանգամից հետ կստանաք։ Ու ինչու ենք մենք ինքը հետագայում դա լինելու ոնց որ մի ժամանակ բանկերը վարկը ապահովագրում էին, չէ՞, տունը ապահովում են, բնակիչներ վճարում, կարող է մի օր գա, որ իրանք վճարեն, պարտադիր լինի, բայց այս этаպում սկզբնական ընթացքում այդ վճարումները մենք կանենք, որպեսզի գան մարդիկ ձեռք բերեն բնակարաններ։ Ինչ վերաբերում է եկամտահարկին, ես միշտ ասել եմ, եկամտի հարկի օրենքը հետ պիտի բերեն, կարան մի քիչ փոփոխված բերեն, բայց շատ կուզենամ, որ գոնե վթարային շենքերի Երևանից դա միշտ ասում եմ,
որտեղ ես գիտեմ ինչ վիճակին այդ վթարային շենքերը, այդ վթարային շենքերը պետք է քանդվեն։ Դա ազգային անվտանգության խնդիր է։ Մենք սիրում ենք այդ փորձանգայից ասենք վայ, ես ինչ եղավ։ Այն օրը դաշնամուրի գործանը փլուզվեց։ Այսինքն վթարային շենքերի համար եկամտահարկը գործի։ Գործի ինչ որ արտոնություններ տան կառուցապատողին, որ կառուցապատողը գա այդ շենքը քանդի, այդ մարդկանց տեղը տուն տան, այդտեղ 5 հարգանի 4 հարգանի շենքի տեղը սարքի 18-20 հարգ, որտեղ ինքը բիզնեսմեն է, դի եկամուտ էլ ունենա, եւ որպեսզի մյուս բնակարանները վաճառվեն, այսինքն 4 հարգը տվեց, մնացածը պետք է վաճառի։ Ինչ որ արտոնություններ տան, որ վաճառվի, այդ մարդը երկրորդ շենքը վթարային առնի, երրորդ շենքը, քաղաքը մաքրենք։ Ահա որ կատաստրոֆիկ վիճակ է մեր Երևանը։ Անտոկոս վարկերի հետ կապված մեծ մասնաբաժիններով մարում են եւ անտոկոս դա տեսեք ոնց է, տարաժամկետ վճարում ենք տալիս, հիմա ամեն կառուցապատող չի կարող իրան թույլ տալ, որտեղ իր ֆինանսական մոդելը ուրիշ ձև է գծված եղել գլխից, բայց այն ուժեղ կառուցապատողները կարողանում են, ովքեր հարուստ են, ովքեր ճիշտ են հաշվարկել, 7 տարով, 6 տարով հիմա Գյուրջան կասկադը, որոնք Art Company-ն անում, Firdus, այսինքն այնտեղ ժամանակը շատ ենք տալիս ու ավելի կշատացնենք նոր պրոյեկտներ, ես հուսով եմ ավելի մինչև 10 տարի, բայց չի կարա 10 տարին արդեն հետաքրքիր չի լինում կառուցապատողին։ 1-2-ը կանեն, ովքեր որ հզոր են, այսինքն դի բանկը մասնակցի, պետությունը մասնակցի, չգիտեմ NDS-ի տեսքով կլինի, ասենք NDS-ի շահութարկի քչացման, եկամտարկի դվերձը, պետությունը մտածի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը պետք է մտածեն, որ այս շուկան ակտիվացնեն, որովհետեւ շինարարությունը իր հետ զարգացնում է ամբողջ տնտեսությունը։ Հիմա չեք հավատա, ասենք ռեստորաններն էլ են օգտվում։ Եթե աշխատող վարպետը լավ գումար է ստանում գործ ունի, ինքը իր ընտանիքի դիմում ռեստորան է գնում, սուպերմարկետ է գնում, այսինքն գումար է շրջանառվում։ Պարոն Գոջաբաշյան, ուզում եմ հետեւյալ խնդրին նաև անդրադառնալ, հետեւյալ թեզին, որ Հայաստանում էլ շենք կառուցելու տեղ չկա, դրա համար մեր խոշոր կառուցապատողները գնում են դուրս եւ դրա ապացույցն է այն, որ այդքան կառուցապատում է իրականացվում Դուբայում մեր հայ կառուցապատողների կողմից։ Հայաստանում կառուցել շատ տեղ կա։ Դուք ասում եք հաղորդման սկզբում մարզերում, տեսեք մարզերում ինձ թվում է կհաստատի պարոն Պետրոսյանը, ախր մարզերում շենք սարքելը նախ պետք է վաճառվի, հիմա այս աշտարակում սարքում եմ շենք ու այնտեղ եկամտարկը գործում է, բայց այնքան քիչ տոկոս են վարկով առնում, որովհետև իրենց եկամուտը չի երևում թղթի վրա։ Այսինքն ինքը փոքր կա, որ եկամտարկը մարզերում մնա, այնտեղ առնում են, բայց ինքը իր միրգն է վաճառում, ես չգիտեմ, իր տնտեսությունն ունի փոքր իր մարզում, իր քաղաքում, որը ոչ մի թուղթ չունի։ Այսինքն չաշխատող է եկամտարկը մարզերում։ Աշխատող է, հետո նայեք, ենթակառուցվածքներ են պետք, մարզերում տես չի, որ կոյուղի կա, ճանապարհ կա, գազ կա, էլեկտրականություն կա, համապատասխան այդ շենքերի, հետո այն մարզերում ովքեր որ լավ եկամուտ ունեն, նրանք Երևանում են աշխատում։ Նա իր մարզում չի ուզում էլ ապրի, ասենք Վանաձորում չի ուզում, ինքը եկել է Երևան օրինակի համար, այստեղ լավ աշխատավարձով տուն ունի, տունավարձի ապրում է, լավ եկամուտ է ստանում։ Ինքը գնա Վանաձոր, այս գործը կորստելու է, Վանաձորում ինքը այդպես եկամուտ չի ունենալու, որ տուն առնի։ Այսինքն պետք է համահունչ զարգացնենք մարզերը, միայն շեն սարքելով չի։ Հատարանք մարզ սարքեցինք, հետո մի հատ երկու հատ կարան վաճառվի, այն էլ առնելու են այն բնակիչները, ովքեր որ դրսի հետ կապ ունեն, գումարներ են ստանում տրանսֆեր Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ, դրանք հնարավոր է, բայց դա հիմնովի պետք է արվի մարզերում աշխատատեղեր լինի, ասենք որոշ պետական կառույցներ տանենք մարզեր, որ համասաններն են ուզում տան, ինչ-որ հաշ պետք է սկսեն փոքր Հայաստանը։ Կարելի է շատ շուտ, ասենք ճանապարհային քարտեզ գծել, որտեղ ինչ անել, հետո քաղաքի այս պրոբկաները թեթևանան Երևանի, մի քիչ պետք է դուրս գնանք գնանք Դուբայ։ Գնանք Դուբայ։ Առաջի շենքի ժամանակ մենք բյուրոկրատական եւ ասենք չհասկանալով, չիմանալով որոնքները որոշ բաներ եղավ, բայց այստեղի նման չի, իհարկե տոնը եկամուտները մի քիչ մեծ ավելի։ Ինչով եք դուք պայմանավորում կառուցապատողների հոսքը դեպի անշարժ գույքի շուկայով, այսպես Դուբայ։ Այդպես շատ են խնդիրներ սարքում։ Ինչքան բան են փոխում, ու խաղի ընթացքում են փոխում։ Այսինքն, եթե դուք մեկ շենքը կառուցում եք 3-ից 5 տարվա ընթացքում, ինչ ասես փոխում են։ Նկատի ունեք հարկերի ավելացումը, պարոն Պետրոսյան, ինչն են փոխում, հարկեր, գույքահարկեր։ Գազի, լույսի, այսինքն պատերազմ։ Տեսեք, ցանկացած առհասարակ դա չի վերաբերում կառուցապատմանը։ Խաղի կանոններին է վերաբերվում։ Հիմա տեսեք, եթե ֆուտբոլային խաղ է, մեկ էլ հանկարծ երկրորդ խաղակեսի սկզբից որոշվի, որ ձեռքով խաղալ կարելի է։ Այդ խաղը կնայվի կամ ենթադրենք միայն կարելի է գնդակին խփել ձախ ոտքով։
չի նայվի, չէ՞, խաղը կդառնա բան ծես կրտուկ կամ չի նայվի, առհասարակ բանի պետք չի լինի։ Շատ կարևոր է խաղի սկզբից մարդը իմանա, թե ոնց է այդ խաղը խաղալու։ Քաղաքաշինական ծրագիր իրենց ներկայացնում է 3-ից 4 տարվա շինարարության եւ վաճառքի գումարների ներգրավման, բաշխման գործընթաց։ Իր կուլմինացիան էլ ավարտական ակտն է եւ գույքերը տալն է եւ հարկերը վճարելն է։ Այդ ընթացքում 3-4 տարվա ընթացքում հազարը մի բան կարա փոխվի։ Հարկային, ֆիսկալ բնույթ կրող, նորմատիվային բնույթ կրող, ընթացակարգային, հա։ Եվ երբ որ խաղի կեսից փոխվում է, մեր օրենսդիրը շատ հաճախ, չգիտեմ ոնց է ստացվում, չի նախատեսում անցումային դրույթներ, որ որ որոշեցինք սրանից հետո սենց պետքա լինի, դա միայն վերաբերվի նոր շինթույլտվություններին։ Մասնավորապես բոլորովին վերջերս մի 2 տարի առաջ շինարարության երկարացման համար տուրք սահմանվեց։ Երբ որ դու շինարարությունը ուշացնում ես, պետք է երկարացնես մի քանի ամսով, մի տարով կամ չի։ Սահմանի բա պետությունը տուրք, որ ժամկետներ խախտող կառուցապատողները իրենց այդքան ազատ չզգան։ Իհարկե թող սահմանի, բայց թող սահմանի նոր սկսվող շինարարություն, անցումային դրույթներ թող սահմանի, ասի այս սրանից հետո ով որ նոր շինթույլտվություն կստանա, իր համար երկարացման տուրք պետք է վճարի, որ լավ մտածեն։ Ինչու է դեպքում պետությունը այդ բաժանումը չի դնում։ Ինչու չի դնում, ինչպես։ Հասկանում եք, չէ, արդեն սկսվածներին, որ արդեն կեսը շինարարության ճանապարհը անցել է, բայց ժամկետները ուշացնում։ Չէ, որ սկզբից ինքը հո չգիտեր, որ երկարացման տուրք կա։ Երբ որ ինքը իմանար, որ երկարացման համար պետք է 100 միլիոն դրամ տուրք մուծի, ինքը մի քիչ զապասով ժամկետը կհայցեր։ Այսինքն չէր ուզի 3 տարի, կուզեր 3.5 տարի, մի քիչ ստրախովկա կաներ, այսպես ժողովրդական լեզվով ասած իր համար։ Ու արդեն այդ փաստի առաջ չէր կանգնի։ Այսինքն անցումային դրույթը սահմանված չի, սա վառ օրինակներից մեկն է, բայց այս օրինակները հարյուրավոր են։ Ու լավ, ասենց ասեմ, հարյուրավոր կամ ճոխ ասեցի, բայց տասնյակ են։ Լավ, դա թիվ 1 հարցն է փաստորեն կառուցապատողների համար։ Նրա մեջ չի։ Երբ որ քաղաքականությունն է որոշում իշխանությունը, դա նորմալ է, դա իր գործառույթն է, ինքը տեսնում է, որ ուշացումները շատ են, արի կլինի, նենց անենք, որ մարդուն ձեռ չտա ուշացնի, սրանից հետո իրանց նենց անենք, որ ցավա։ Okay, хорошо, դե ուրեմն օրենքը ընդունեք ու ասեք, այս սրանից հետո ով որ սկսեց շինարարությունը, այս սկսողներ ջան, լավ իմացեք, որ մի օր ուշացնեք, օրը $1 միլիոն տուրք եք տալու։ Եվ արդեն սկսողը 10 անգամ կմտածի, արժի вообще սկսեմ թե չէ, կարող է մի հատ ժամկետը 10 անգամ չափեմ, նոր մի անգամ կտրեմ, անպատասխանատու չի վերաբերվի ժամկետայնությանը, բայց ոչ թե ասի, այ կեսից սկսածները, այ գիտեք, դուք հիմա որ ուշացնեք, ձեզ պետք է այսպես բան լինի, բայց մարդը կարող է ժամանակին այդ իմանալ, որ տենց է, զապասով ուզեր, չէ։ Հիմա եթե ես ձեզ ասեմ 3 կարևոր խնդիր մատնանշեք, մեկը նշեցիք, երկրորդը որն է։ Կառուցապատողների համար 3 կարևորագույն խնդիրներ։ Մի հատ բան ասեմ, երբ որ պահանջում ես դիմացինից ինչ-որ մի բան որ անի, եթե չանես կտուկ անեմ, դու նախ ինքդ պետք է ժամանակին անես քո։ Այսինքն նույն քաղաքապետարանը մի հատ թող սկզբում իր մոտ կարգի բերի ժամկետները շինթույլտվությունների, ԱՊԶ-ների, ավարտական ակտերի նմանակ։ Օրինակ, ինչքան ուզում ենք փնովենք Տարոն Մարկարյանի ժամանակ նախին, ինչ լղոզած պատասխան ասես տային դիմումին, բայց ժամկետի մեջ էին տալիս։ Երբեք, երբ որ քո դիմումի ստացականի բանալի վրա ժամկետ 15 օր է գրած, իրանք այդ ժամկետը չէին խախտում, բայց այդտեղ ահավոր է, ոչ ժամկետ կա, ոչ ժամանակ։ Այսինքն իրանք պետք է մի հատ իրանք կարգավորեն ու պահանջեն նույն փոշի համար, որ քաղաքապետը խոսած, այսինքն սիմվոլը չի գալի։ Այո, որովհետև դուրս նայում ես շինարարությունը ոնց է գնում, մի հատ փոշի չկա, ինչի՞ դες փնթի պետք է անեն։ Բայց նորմ պետք է ընդունի, ինքը դեռ նորմալ չունի։ Հիմա նայում եմ մեկը կանաչը լավ է քաշեց, ցետկեն ասում այսպես անեք, դες չի, դրա նորմա պետք։ Ու այ միջազգային փորձը թողտեղից վերցնեն։ Ինչ որակի սետ կա, ինչ անվտանգության խնդիր կա, ինչ բաներ կա, քանի շինարարությունից մարդ ընկավ մեռավ։ Ախր մեր ազնել մեկ է նայում ես ոտքերին տապշկաներով գործ անում, աբլիցով կա անում, ես զարմանում եմ։ Կառուցապատողների խնդիրը պետք է անեն չես հասա, խնդիրն է շինարարի խնդիրն է։ Կառուցապատողը պատվիլ է շինարարությունը ինքը իր աշխատողին, չի հասցնի։ Չի հասցնի, ուղղակի փնթիություն կա, պետք է մաքրվի, օրինակ ֆիրմաներ կա, քեֆդ գալիս է մտնում ես։ Մենք ասենք գովում է պարոն Պետրոսյանը, այդ Ֆիրդուսի շենքը որտեղ որ կա, ես ինքս դե բնական եմ գնել։ Ես զարմացա այդ արագության, այդ ակուրատնության վրա, որ այդքան ես տեսել եմ շինարարություն։ Այսինքն վստահություն, իրանք ավելի լավ են ծախում, եւ որ մարդը գնում է որտեղ ուզում է ձեր վիճ, դնում է սա ակուրատնի, կասկի քո մաքուր, արած ինքը վստահում է։
Հետեն մեզ թրաշով, ճստիկներով, առանց գլխարկ մեկը ես պետական մտածողությունն է։ Ահա, երկրորդ խնդիրը պետությունը մի հատ թողի կարգավորի։ Կարգավոր իր մոտ ինքը թող այդ աշխատողը որ ուշացնում է ապես զեն, այդ պատասխանատու ինքը ուղղակ դնի պրեմիալնից կտրեն, որ ինքը միջալուց իր գործի հետո պահանջեն, այո պիտի տուգանեն, ուշացման համար պիտի տուգանեն, ես ասացի կիսատ մած, իմ ժողովուրդ ախր կառուցապատողները Արգոն ինչ մեղա որ ժամկետի մեջ, ինձ էլ ոնց որ բնակիչներին ժամանակ շենքը բերեն Արգոն վաճառի, ասում պրոբլեմ չկա, մորս սարը 2 տարում չսարքեմ, ես ասում են ինչ կա, ասում չես սարքի, ես ասում 3 տարի ասեք, ինքը ընթացքում էլի ուշացնում է, ես չեմ կարա փեդը ձեռս կառուցապատողին ասեմ շուտ սարքի, հետո գալիս են Արգո, ճիշտ են անում, Արգոից ինձ են վստահ, Արգոին են վստահ, ես նրանց հետ, այսինքն բայց մեզ շատ խիստ թող չդատեն, իրոք ժամկետների հարցում Արգոն չի անում շինարարությունը, Արգոն ոչինչ այս ֆինանսական մոդելին է նայում այդ փողերի վրա, ես դոստուկ չունեմ, ես վաճառեցի գնման իրավունքը, Արգոյի միսիան տեղ ավարտվում է, հետո արդեն որ կապը գնորդ եւ կառուցապատող, ես դա միայն մեր հաճախորդների կոպիտ ասած խաթր, որ այդ մարդիկ մեզ վստահելով տուն են առել, հետևում են որ հանձնեն շենքը, բայց իրականում ես շինարարությունը չեմ անում, ես եթե շենք սարքում եմ առանձին ընկերություններով, առանձին տեղ, այնտեղ որպես կառուցապատող պատասխանատվություն կկրեմ եթե ուշացնեմ, բայց վաճառքի դեպքում Հովանեսը մեր մյուս փոխտնօրենները ամբողջ օրը մարդկանց հետ անհատական կանչում են, հանգստացնում են, բանակցում են, բայց ես կառուցապատողներն արդեն վիճում եմ։ Երրորդ խնդիրը որն է կառուցապատողների համար։ Ամենակարևոր խնդիրը, որ ուզում եք լուծվի։ Մի հատ էլ կարևորագույն խնդիր կա, դա ներդրումների համար բոլորին վերջերս սա իհայտ եկե այդ խնդիրը, տվյալ ներդրումային ակտիվի վրա նախկին սեփականատերերի կողմից որոշակի հանցանքների հետևանքով այսօր բարձրացվող խնդրահարույց հարցերը։ Եկեք օրինակով մի հատ ասենք մարդիկ հասկանան։ Պատկերացրեք, ինչ որ մի ներդրող ձեռք է բերել, որպես սովորական նորմալ գնացել է շուկայից, առել է ինչ որ մի հատ հող, որի վրա սկսել է քաղաքաշինական ծրագիր իրականացնել։ 2 տարի է կառուցումը, սարքել է, սիրուն բարեխիղճ ժամկետներում, սիրուն նորմալ սարքել է, գնորդներն էլ գույքերը առել են, հիմա պետք է ավարտական ակտ ստանա, որ գույքերը հանձնի գնորդներին, մեկ էլ պարզվում է դե ումից որ ինքը այդ ակտիվը առել է, այդ ակտիվն սեփականատերն է նախկինում ումից որ առած է եղել, դա էլ նախկինում ումից որ առած է եղել 2000 ենթադրենք 6 թվականին աճուրդով այդ հողը առնելուց ինչ որ մի հատ հանցանք է գործել։ Պետությունից առել է գույքը, առել է։ Այս վերջի առնողն գնում է կրակը դրա պատճառով։ Ենթադրենք առել է 10 միլիոնով, այնինչ է դրա արդար արժեքը այդ ժամանակ 30 միլիոն է։ Գնահատում են, ասում են, պարզել բյուջեին պատճառած վնասը։ Գործը հարուց, օքեյ, հարուցվեց։ Հիմա այդ մարդը, որ գործը հարուցել, քննիչը գալիս ասում է, ես հասկանում եմ, որ դու тут ни при чем, ռուսերեն լեզվով ասած։ Գիտակցում եմ, որ դու կապ չունես, բայց այս գույքը պետք է արգելանք դնեմ, որպես իրեղեն ապացույց, որ հանգարց այդ հողը չչքվի, բնությունից չվերանա, կարող այդ հողը վերցնես, այդ հողը, ու արտահանես Դուբայի։ Այսինքն դրա վրա չեք կարող շենք կառուցել, եթե… Ես ասեմ, պատրաստի 6 հատ շենք կա հիմա Երևանում, 6 հատ շենք, որտեղ արդեն 50% վրա ապրում են, իր վրա արգելանք կա, որտեղ ժամանակին ամենաառաջի տերը հողը քաղաքապետարից վարել է, դա եղել է այգու հող 60 հատ, դա քիչ-որ հիմա արգելանք են դրել, ոչ ավարտական են տալիս, ոչ լուծումը որն է։ 1000 հատ էլ բնակիչ կա, ապրում են, որոնք կես ապրում են, կես ուզում են ապրեն, լուծումը հետևյալն է, մեր գնահատականում ինչի չկա։ Դա պետք է օրենսդրական համապատասխան փոփոխություններ արվի կամ կարգադրություններ արվի ուժային կառույցներին, հատկապես քննչական մարմիններին, որպեսզի բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը անվերապահ հարգեն։ Հիմա տեսեք, մենք ունենք ներդրողներ, գործընկերներ, որոնք ենթադրենք արաբական աշխարհից, Իսրայելից կլինի, Կանադայից, Ամերիկայից, Եվրոմիությունից, Չինաստանից, Ճապոնիայից, որոնք ասում են, ուզում են գանք Հայաստան, ներդրում անենք։ Եվ ցանկացած ներդրող, երբ որ ուզում է գա Հայաստան ներդրում անի, պատվիրում է հետազոտություն երկրի միջավայրի վերաբերյալ։ Դրան ասում են country due diligence։ Հիմա այդ հետազոտողը KPMG-ն կլինի, կամ Ernst Young-ը կլինի, իր զեկույցների մեջ գրում է, որ այսպես դեպքեր կան։ Դու կարող գնաս նորմալ արդար հողը առնես, վերջում պարզվի, որ Ալեքսանդր Մակեդոնոս դոնացու ժամանակ այդ հողի վրա մարդ են սպանել ու գան կարգելանք դրեն այդ հողի վրա։
ցանկտենց բնության մեջ տեղ չկա, որտեղ ինչ որ շատ խորանաս, նեոլիտի դարաշրջանից սկսես, մի բան չգտնես այդ հողի վրա։ Եվ այդ վարքագիծը ես մի քիչ կատակի եմ տալիս, բայց մենք գիտակցենք, որ այդ խնդիրը բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտ կա, դա մենակ մեր երկրում չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ կա, Բրիտանիայում էլ կա, մարդը էակը բան չի, ասում եմ, բոլորը մեղքեր գործում են։ Տեսանկյունից նայեք, օրինակ ես քաղաքացի եմ, վաճառքի չենթակա հողը թալանչի եմ, վերցրել եմ, վաճառել եմ կառուցապատողների, 10 հատ տենց հողակտոր եմ վաճառել, որը պետքա չվաճառվեր, ու թռել եմ Հայաստանից դուրս։ Հիմա ինչ, այդ վաճառքի չենթակա հողը դառնա անշարժ գույքի կառուցապատողի համար բիզնես դաշտ, պետության տեսանկյունից նայեք, պետությունից չան այդ դեպքում։ Շատ լավ հարց եք տալիս, դա համար գոյություն ունի պետության իմաստունության գաղափարը։ Ինքը պետքա նժարի վրա վերցնի հանրային շահը, միշտ հանրային շահը ավելի մեծ է, չէ՞։ Հիմա այստեղ մենք ունենք ինչ 1000 հատ գնորդ, որոնք որ տուն են առել, նորմալ կառուցապատող, որը բարեխիղճ է, առնվազն այս էպիզոդով, հա, բարեխիղճ է, հարկերը սիրում, նորմալ շնորհքով բանկ, վարկ, եւ ինչ որ մի հատ իրավունքի ընդունում են։ Նախորդի կողմից իրավունքի խախտում։ Ինքը պետությունը իհարկե պետք է արձագանքի, գործն էլ պետք է հարուցվի, այդ գումարի հետևից է պետք է գնացվի, բայց ոչ թե իրեղենապացույց ճանաչվի այդ ակտիվը, որը արդեն 4-րդ սեփականատերն է, եւ կանգնացվի գործընթաց եւ իր հանրային հետևանքներով։ Բազմաթիվ են նմանատիպ օրինակները։ Շատ կան օրինակներ, երբ որ պետությունը պետք է իմաստուն լինի եւ բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը հենց դրա մասին է, երբ որ 1, 2, 3 հատ sense դեպք կա լինում հանրային հնչողություն ունեցող, միջազգային ներդրողները առհասարակ մոռանում են։ Այ որ ասում ենք, ապահովագրողին հազիվ համոզեցինք եկավ Հայաստան։ Ինքը մեր ռեգիոնը առհասարակ սև ցուցակում էր, որովհետեւ նմանատիպ երևույթներ են բերում նրան, որ իրանք արդեն ապահովագրողը ապահովագրեց։ 200 միլիոն դոլարի վրա ռիսկ վերցրեց։ Բավարարական չէ ընկնի, որ sense բան կա, կարող է պատահի պարզվի, որ 64 թվին այդ հողը ինչ որ հանցանք ա եղել, արգելանք դրեն, կառուցապատողը չկարողանա ապահովի, ապահովագրական դեպքը վրա հասնի, եւ բնականաբար այդ մարդը կվախենա։ Այսինքն sense են անում, որ ժողովրդական լեզվով ասած sense են անում, որ sense ա։ Եվ վերջում բնակարանների գներից քաղաքացիներին ամենաշատը հուզող հարցն է, ինչ տեղի կունենա բնակարանների գների հետ։ Թանկանալու է, երբ բնակարանի գները թանկանում են, ուրեմն կյանքը լավանում է։ Երբ որ սկսում են գնել, ուրեմն բանը ինչի աշխատում իշում։ Քիչ մարդ է գնում, որ թանկանում է ախր։ Հա, գնում են։ Պահանջարկն է, դեք թելա։ Այսօր աշխարհ գինի գիտեք ինչքան իրան փող են տալի։ Եթե իրան վճարում են գնում, ինքը վաճառվում է։ Հա, մի քիչ բան խելացի կառուցապատողները հասկանալով կամ այդպես որ ասում են սա պայթելու է, վայ փորձագետների են կանչում, ես իմ որտեղից են գտնում դրանց, չգիտեմ ինչ անշարժ գույքետ ինչ կապ ունեն կամ եթե կապ ունեն, տենց էլ կապ չունեցան 20 տարի ասած աշխատում են, ասեմ դες բում պայթում չի լինելու տենց որ պայթի, գալու է վաճառվող գին, մարդիկ հասկանում են, բայց եթե դու 7-8 տարի ես տալի, որ ինքը փակվի, չես կարող շատ էժանել տասել, պետք է մի քիչ գինը, այսինքն պետք է ֆինանսիստները ճիշտ բալանսի բերեն, ամեն ինչ որ աշխատի։ Հիմա կառուցապատողին ձեռ չի տալի թանկ դնի չվաճառվի, ինքը հասկանում է, երբ է վաճառվում կամաց ցավը չլինի։ Թող եկամուտները շատանա, թանկ առնեն։ Դուբայում ավելի թանկ է, բայց առնում են, չէ՞ որ կյանքն է լավ։ Երբ որ կյանքը լավ է, բոլորը լավ գումար ստանա, շատ թանկ թողնի դուք էլ առեք։ Շնորհակալ եմ պարոն Նայք հետաքրքիր եւ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրերը Argo Realty ընկերության հիմնադիր Արայիկ Կոջաբաշյանն էր եւ Art Company ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։